Ես երեք նայում էի մի հատ, ես չէի հիշում որ տենց բան այնքան Արցախը Հայաստանը եւ վերջի փաստորեն օրը նաեւ ասելա որ չէ դա հիշում էի, դա ֆենոմենալ բան էր։ Նաեւ այդ օրը խոսում էր Ռուբեն Վարդանյանի եւ Սամվել Կարապետյանի մասին։ Ես ամենայն անկեղծությամբ այսօր ինչի եմ եկել ձեզ հյուր բացատրեմ, որտեվ ես ամաչում եմ որ Ռուբեն Վարդանյանն ընդ նստած ով մենք այնտեղ չենք կարողանում խոսել ցավոք սրտի, այսինքն չենք կարողանում գնալ Բաքու, կանգնել օրինակի համար ինչ որ միտինգների անել, չգիտեմ, ինչ որ հավաքվել ու խոսել ու դժգոհել, բայց գոնե Սամվել Կարապետյանի համար կարող են։ Հավասարացնում եմ այդ մարդկանց թե ոչ, ես երկուսին էլ չեմ ճանաչում անձնապես որ հավասարացնեմ։ Ես ինձ ճանաչում եմ որպես բարեգործություն հավաքող աղջիկ, մարդկանց, ովքեր բարեգործություն են բերել ինձ մոտ։ Իմ վերջի կապը Սամվել Կարապետյանների ընտանիքի հետ, Կարապետյանի ներողություն, Կարապետյան ընտանիքի հետ, եղել է, երբ որ զոհված հերոսների երեխաների համար հավաքում էինք այդ Երևան պարկի գիտես միջոցառմանը, տատայի հետ եղել է կապը, այդ վերջինն է եղել։ Դրանից առաջ, երբ որ 20 թվականին, 23 թվականին ներողություն Արցախահայերը սկսեցին ցավոք սրտի արդեն Արցախից գալ Հայաստան ու այդ կիսացեղասպան վիճակներ կտիրում, այդ առաջի մարդն էր, ով Ռուսաստանում մեր ընկերներին, ընկերուս այդտեղ հիմա Լիլիթը նստած է, առաջի մարդն ում դիմել են ու ինքը առանց մի դրամ, մի գրամ մտածելու, առանց մի լումա, մի ռուբլի ուզելու, մի անգամից տրամադրել է տարածքներ, սկլադներ, որ գնանք հավաքագրումներ անենք, ինչով կարողացել են աջակցել։ Ես այդ մարդկանց ճանաչում եմ այդպես։ Ու այսօր դուք ինձ, սովորական մարդու, ոչ քաղաքական գործիչի, դուք ինձ տալիս եք մի հատ ինֆո, որ բոլոր այն մարդիկ փաստորեն որ եկել են օգնել են, հայանպաստ գործունեություն են ծավալել։ Եկեղեցու համար ինչ որ չգիտեմ, թեկուզ հովանավորներ են կանգնել, որ ավել եկեղեցիներ վերակառուցվեն կամ կառուցվեն, դուք իրանց բոլորին մեր հայերի սովորական հայերի աչքից փորձում եք գցել, հավասարացնել զերոյի, ասել որ ոչ մի բան չեն արել, ու այդ քարոզչական մեքենան խոտ տված, հիմա գալիս եմ քո հարցին ազդելու է դա լայն մասաների վրա, թե չէ, քարոզչական մեքենան խոտ տված, անընդհատ մեզ լսացնել, որ Սամվել Կարապետյանը հարուստ է, որովհետև դուք աղքատ եք։ Ախպեր, տենց չի։ Իսկականից։ Լուրջ եմ ասում, հիմա լայն մասաները դուք իսկականից այդ են ուզում համանել։ Մեր խոսածը։ Ոնց որ սկզբից ես տենց եմ հասկանում, ամենայն անկեղծեմ, ես այդ քարոզչական մեքենան տենց եմ հասկանում։ Չէ, Ժորժան, Սամվել Կարապետյանը հարուստ է ու ինքը պիտի լինի իմ երեխաների ու իմ սերունդների համար հետագայում որպես օրինակ, որ հասարակ մարդը կարա առանց երկիր թալանել ու ի դեպ ցեզա վերաբերվում հիմիկ բա մարդիկ, որ կարա առանց երկիր թալանելու, կարա առանց ոչ մի բանի, ոչ մի պետական պաշտոն չունենալու, մարդը դառնա, այո, չգիտեմ, միլիարդատեր ու ես դրա համար իրոք ուրախ եմ շատ։